Հայությունյան ես impeachment-ի գործընթացին հետ եմ ուզում հաստատել կապված, քանի հունիս ամիսներին արդեն կետերերանում ինչպես է պատկերացնում նախագծի մշակումը, շրջանառությունը այս գործընթացը եւ ընդհանրապես impeachment-ը ինչ իրավական նշանակություն կարող ունենալ եւ հատկապես այն համատեքստում, որ քպայականները հայտնում են, որ այս պահին անվստահություն հայտնելու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգ չկա եւ ինչ է կարծում այս նախաձեռնությունը իսկապես դատապարտված չէ եւ այն չի դառնա ընդդիմադիր շրջանակների համար ոնց որ հերթական հիասթափության առիթ է հիասթափությունների օղակում։ Նայեք, ես չեմ կարծում, որ քաղաքական նման երևույթներին պետք է այդքան պարզունակ մոտենալ, impeachment-ը փորձելով մեկնաբանել, այ վաղը impeachment տեղի կունենա, թե ոչ։ Հարցը բարձրացրել են ոչ այդքան պրիմիտիվ մարդիկ ազգային ժողովում։ Երկու հոգիներ, որոնք եղել են նախաձեռնող, իմ կարծիքով միշտ մեզ զարմացրել են իրենց մտքի ճկունությամբ, հետաքրքիր շարժառիթներով եւ այլն։ Եթե չնայած երևի հրապարակային չարժը դրա մասին ասել, բայց երևի այնուամենայնիվ ասեմ, քանի հարցը հնչեց, իմ կարծիքով, քանի որ impeachment-ը ենթադրում է նաեւ վարչապետի միասնական թեկնածուի հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցման ձևավորում, ինձ թվում է այս նախաձեռնության նպատակը այն է, որ ընդդիմությունը մեկ անգամ եւս փորձի միավորի իր ջանքերը եւ այս պահին քննարկի այդքան կարեւոր հարց, ով կարող է լինել վարչապետի միասնական թեկնածուն։ Այլ նպատակ այս պահին դա չի հետապնդում։ Իմ կարծիքով։ Իսկ հիասթափության հետ Ես կարծում եմ process-ը ինքնին անխուսափելի է։ Այս ոչ թե հիասթափություն, այլ process-ը։ Եթե նպատակը սկսում ենք հասկանալ, ապա հիասթափության մասին խոսք լինել ուղղակի չի կարող։